Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին։ Մինչ այդ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Հայաստանի վարչապետին եւ զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին եւ Վոլոդիա Գսպոյանին։ Նրանք այստեղ են ժամանել Երևանից եւ ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին։ Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ ու մաղթել քաջառողջություն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է Հաղթանակ զբոսայգի։ Նրանք ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի առաջ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ Հաղթանակ զբոսայգի են այցելել նաև Հայաստանի պաշտպանության նախարարության զինված ուժերի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը։ Ծաղիկներ դրել անհայտ զինվորի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակին։ Վաղ առավոտից մարդաշատ է Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրը։ Մեծ հայրենական պատերազմում նախկին ԽՍՀՄ երկրների հաղթանակից 80 տարի է անցել։ Վետերաններ այժմ խորհրդանշական այս վայր այցելելիս չենք տեսնի, բայց պապերի մեդալները կոստյումներին ամրացրած որդիներն ու թոռներն են գալիս ծաղիկներ խոնարհելու։ Կերչում գրված Թորոս Թադևոսյանի ժառանգներն են այստեղ են, որովհետև պատմական հաղթանակի համար 600,000 կռված հայերից մեկն էլ իրենց տան անդամն է եղել։ Էս օրդեն Красной Знамени նշանակություն չեմ հիշում ինչի համար են տալիս, բայց ինքը օրդեն Լենինի հաջորդն է, էլի գալիս որպես մեծ շքանշան։ Էս 50-летие вооруженных сил, որպես արժանի փոքր թոռ, այսպես ասեմ, մեծ պապիկն է կռվել երկրորդ համաշխարհայինին Սամանյան դիվիզիայում, երբ Կերչում վիրավորում է ստացել, հետո զորացրվել է, այս օրը շատ մեծ նշանակություն ունի իմ համար, քանի որ մեր մեծերն են կռվել, մեր մեծերն են արյուն թափել այս պատերազմը մեր հաղթանակի համար, մեր համար։ Մեր մեծերն են եղել, չկանք պատերազմին վերջին հաշվով մասնակցել են
մեր մեծերը, մեր հայրերը, մեր ես ունեցել եմ իմ հայրը, ես կենտանի եմ որպես ժառանգ, բայց շատ շատերը չկան, բայց իրենց հայրերը թորիկները գալիս են, երեխեքը գալիս են, չեմ ասում։ Չգիտեմ, վերջին հաշվով մեր քաղաքի համար ես էլ այդ տոն էլի։ Կռվել են, վիրավորվել, հասել Բեռլին ու անգամ քոճարի ապրել հաղթանակից հետո։ Այս ամենը միայն բառերով է հեշտ հնչում։ Իրականում այդ ճանապարհն անցել են քաջությամբ, ցավով ու հույսով։ Զոր չենք ունեցել, ժամանակին չենք ունեցել։ 3 հոգուն մի հատ հրացան են տվել, մի հատ զենք են տվել ժամանակ։ Յուրաքանչյուր տարի այստեղ կարելի է լսել նոր պատմություններ, մեկի ձեռքին հին լուսանկար է, մյուսը հիշողության անկյունում պահում է իր պապի պատմածը։ Մորական կողմի պապիկս է, ուրեմն Նապոլեոն Նազարյանը, նա մասնակցել է ուրեմն համաշխարհային պատերազմին է մասնակցել, նա եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկ, հրետանու հրամանատար, լեգենդար ուրեմն Նվեր Սաֆարյանի մարտիկն է եղել։ Պատմական շատ մեծ իրադարձություն էր 1945 թվականի հաղթանակը, շատերի կյանքը ընդհատվեց մարտի դաշտում, մյուսներն էլ մեր օրեր հասցրին այրամբ ձեռք բերած հաղթանակը։ Այսօր խոնարհման ու երախտիկի օր է, պատմության այս պատվավոր ու արդեն 80-ամյա հաղթանակը նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Это живое сердце нашей истории. Это огонь, зажженный подвигом миллионов. И перед ним склоняется не только голова, но и душа каждого из нас. Россия благодарна армянскому народу, другим народам Советского Союза за жизни, которые были отданы за нашу общую родину. Ռազմական տեխնիկայի ցուցահանդես, հաղթական երգեր, ակտիվ եռոզեռ, տոնական ու հաղթական տրամադրություն էր Գյումրիում։ 80 տարի անց էլ մեծ հաղթանակը շարունակում է համախմբել ու հիշեցնել խաղաղության գինն ու արժեքը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ 80 տարի պատվով ու հպարտությամբ նշում ենք նախկին խորհրդային միության երկրների կողմից ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը։ Մայիսի 9-ը երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ակորդն էր, իսկ 1941-ից 1945 թվականներին հայ ժողովուրդը ցուցաբերեց բացառիկ միասնականություն ու անձնազոհություն։ 1933 թվականին Գերմանիայում իշխանության գլուխ անցավ ֆաշիզմը, որը ըստ էության որդեգրել էր այնպիսի քաղաքականություն, որը նպատակ էր հետապնդում հասնել համաշխարհային տիրապետության, որ 1939 թվականի օգոստոսի 23-ին ստորագրվել էր չարցակման պակտ պայմանագիր Գերմանիայի եւ Խորհրդային միության միջև, ընդ որում 10 տարի։ Բայց այդ 2 տարին Գերմանիան արդյունավետ օգտագործեց եւ իր ռազմական ներուժը ավելի քան 190 դիվիզիա նետեց Խորհրդային միության վրա եւ սկսվեց հայրենական մեծ պատերազմ։ Եվ բնականաբար, քանի որ Հայաստանը Խորհրդային միության հանրապետություններից մեկն էր, ակտիվորեն ընդ որում մասնակցեց պատերազմին։ Բանակ զորակոչվեցին միայն Խորհրդային Հայաստանից 330,000 մարդ, 30,000 այլ ազգի 300-ը Խորհրդային Հայաստանից, 200,000 հայեր Խորհրդային միության տարբեր հանրապետություններից, իսկ 100,000 հայերը կռվում էին որպես սփյուռքահայեր իրենց երկրների ուրեմն բանակների կազմում, այսինքն պատերազմին մասնակցել է 600,000 հայ եւ զոհվել է ուղիղ կեսը 300,000 հայ։ Այն ժամանակ, երբ Հայաստանի բնակչության թիվը ընդամենը մոտ 2 միլիոն։ 5 մարշալներ են ունեցել, ընդ որում 2 մարշալը Հովհաննես Բաղրամյանը եւ Բաբաջանյանը նույն գյուղից էին, Չարդախլու, որտեղ ժամանակին կար նրանց արձանները, ադրբեջանցիները ավերեցին, եւ ըստ էության մեր հայտնի մարշալներից են Արմենակ Խամպերյանցը, Սերգեյ Խուչակովը, գիտեք որ նետարկիր Արմենակ Խամպերյանցը մարշալի կոչում ստացել է պատերազմի ժամանակ, մյուսները ստացել են պատերազմից հետո եւ ծովակալ են ունեցել, Հովհաննես Իսակովը,
ըստ էության ծով չունեցող երկիրը փայլուն ծովակալ է տվել։ Եվ ըստ էության միայն մարշալներով չէ, գեներալներ, գնդապետներ, հերոսներ, տեսեք հերոսների թիվը ասեմ, 119 հերոս, որից 108-ը ազգության փայեր, իսկ մնացածը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններ։ Ընդ որում մեր հերոսները համաշխարհային պատերազմի առաջին հերոս, որը ստացել 1940 թվականին շարքային տանկիստ Կարապետ Սիմոնյանն էր։ Իսկ հայնական պատերազմի առաջին հերոս Օտաչու Լազար Չապչախյանը եւ երկու ուրեմն հայ ազգի մարդիկ էլ արժանացել են կրկնակի հերոսի կոչման։ Մեկը Նելսոն Ստեփանյանն է, մյուսը Հովհաննես Բաղրամյանն։ Այնպես որ ակտիվ կերպով մասնակցել են բոլոր ռազմաճակատներում, չկա այդպիսի կարևոր ռազմաճակատ, ոչ չունի։ Դիվիզիաների մասով ասեմ, ունեցել ենք 6 ազգային դիվիզիա, 60,000 հայեր կռվել են այդ դիվիզիաներում։ Ամենաշատ կորուստներ ունեցել է առաջինը ռազմաճակատ մեկն է 390 դիվիզիա, Կերչի դիվիզիան։ Սիմոն Զաքյանի գլխավորությամբ եւ զոհվեց նաեւ Սիմոն Զաքյանը։ Տեսեք այդ դիվիզիայի պատմությունները ինձ համար օրինակ շատ է դաշկիր, որովհետեւ իմ պապը այդ դիվիզիայի մեջ քննվել եւ զոհվել։ Իմ անունը հենց նրա անվան են կոչի այդ դիվիզիայի։ Իսկ 89-րդ Փարաբանց Թամանյան դիվիզիան, միակ ազգային դիվիզիան եւ այլն, չմտավ Բեռլին եւ մասնակցեց Բեռլինի գրամանը։ Եվ որ ասում են, ճիշտ են ասում, ռաշտագում է բարեց ուրեմն հայկական քոչարին։ Սպյուրքահայ օջախներից է մի երկու տարբերակներ ասեմ եւ այլն։ Տեսեք Ֆրանսիայում հատկապես հայտներ Միսակ Մանուշյանը։ Մանուշյանի խումբը դիմադրության շարժմանը, Լասը, Լուիզա Ասլանյանը։ Եվ տեսեք, երբ ուրեմն դատավարություն են կազմակերպում Միսակ Մանուշյանի խմբի անդամների նկատմամբ, նրանց դատավորը հարցնում էր, էլի դուք ինչու եք կռվում գերմանացիների դեմ, ինչ են արել այս գերմանացիները։ Խմբի անդամներն ասում են, մենք դրանով 1915 թվականից եղած բանջան վրեժն ենք լուծում։ Տեսեք, մենք միշտ ասում ենք, չէ, 18 թվականի մայիսյան հերոսամարտերը մեզ հնարավորություն տվեցին ստեղծելու առաջին հանրապետությունը։ Ցավոք չկարողացանք պահել այդ առաջին հանրապետությունը։ 45 թվականի մայիսը ըստ էության ամբողջ աշխարհը բնականաբար շահեց, փրկվեցին չէ ֆաշիզմից։ Իսկ եթե ավելի խորը գնանք պատմության խորս կարևոր է նաև 451 թվականի մայիսը, ավարարի ճակատամարտը։ Այսինքն յուրաքանչյուր մայիսներից, անկախ արդյունքներից, մենք պետք է դասեր քաղենք։ Եվ միշտ մենք ասել ենք եւ ասում ենք մայիս հաղթանարների ամիս պետք է կարևորել, որովհետեւ ըստ էության նաեւ մենք սերունդներին դաստիարակելու ենք մայիսյան հերոսամարտերի ոգով։ Այսօր, երբ աշխարհում կրկին սրվում են հակամարտություններ, հաղթանակի օրն ավելի մեծ արժեք է ստանում, որպես հիշեցում, թե ինչքան ծանր գին կարող է ունենալ պատերազմը եւ որքան բարձր է խաղաղությունը։ ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը J.D. Vance-ի խոսքով Մոսկվան բանակցություններում ողջամտության սահմաններից դուրս բաներ է պահանջում։ Ռուսաստանը չի կարող ստանալ տարածքներ, որոնք նույնիսկ չի գրավել, հավելել է Պաշտոնյան։ Միևնույն ժամանակ Vance-ը հավատացրել է դիվանագիտական որոշակի առաջընթաց կա։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակվում են, այս մասին էլ Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը կոչ է արել առնվազն 30-օրյա անվերապահ հրադադար հաստատել եւ հավատարիմ լինել ուղիղ բանակցություններին։ Եթե կողմերը չհարգեն հրադադարը, Միացյալ Նահանգները եւ նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանեն։ Ես եւ եվրոպացիները հավատարիմ կմնանք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության ապահովմանը եւ դա կլինի երկարատև խաղաղություն, գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Լրագրողների հետ հանդիպմանն էլ Թրամփը չի բացառել, որ կարող է խնդրել Պեկինին օգնել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում։ ԱՄՆ նախագահը նաեւ հնարավոր է համարել, որ Չինաստանի դեմ սահմանված ամերիկյան մաքսատուրքերը կնվազեցվեն։ Թրամփը նաև հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները քննարկել են Կիևի կողմից հազվագյուտ հանածոների մասին պայմանագրի վավերացումը եւ խաղաղությանն ուղղված հետագա ջանքերը։ Զելենսկին կրկնել է, Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի եւ ակնկալում է, որ Մոսկվան կհամաձայնվի այդ առաջարկին։ Կիևը պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դրա համար Ռուսաստանը պետք է ցույց տա, որ լուրջ է տրամադրված պատերազմը դադարեցնելու հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցինփինը երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, ռուսական կողմը հաստատել է խաղաղության բանակցություններ սկսելու պատրաստակամությունը, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության տվյալով Կրեմլի ղեկավարի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը հանդես է գալիս գլոբալ անվտանգության համատեղ, համապարփակ եւ կայուն հայեցակարգի օգտին։ Սին համոզմունք է հայտնել, որ պետք է հաշվի առնվեն բոլոր երկրների անվտանգային շահերը եւ ռուս-ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները։ Պեկինը հուսով է, որ Մոսկվան եւ Կիևը կհասնեն փոխընդունելի համաձայնության, շեշտել է Չինաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը հավատացրել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության բանակցություններ սկսել առանց նախապայմանների։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի արդար եւ երկարատև խաղաղության համաձայնագիր կնքել։ Հատկանշական է, որ Պուտին-Սի հանդիպման արդյունքներով Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ հիշատակում չկա, որ նախագահները քննարկել են Ուկրաինայում պատերազմը։ Մի քանի տասնյակ երկրների նկատմամբ ամերիկյան հավելյալ մաքսատուրքերի ֆոնին ԱՄՆ նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել են առևտրային գործարք կնքելու մասին։ Դոնալդ Թրամփի խոսքով համաձայնագիրը բեկումնային է եւ բխում է Վաշինգտոնի եւ Լոնդոնի շահերից։ Քիր Սթարմերը Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցում նշել է, որ գործարքն անհավանական հարթակ կդառնա ապագայի համար։ Նրա խոսքով կողմերը գործակցում են պաշտպանության եւ հետախուզական տվյալների փոխանակման ոլորտներում։ Այժմ կմտերմանան նաեւ առևտրային եւ տնտեսական քաղաքականության հարցերում։ Թրամփն էլ նշել է, որ երկու երկրները տարիներ շարունակ փորձել են առևտրային համաձայնագրի հասնել, ըստ ԱՄՆ նախագահի գործարքից կշահի մասնավորապես գյուղատնտեսությունը։ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը մայիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել արևմտյան սահմանի ամբողջ երկայնքով։ Հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Ջամու եւ Քաշմիրում գտնվող ռազմաբազաները։ Նշվում է, որ սպառնալիքը չեզոքացվել է, զոհեր չկան։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է, երկրի ուժերը պատրաստ են եւ կպաշտպանեն Հնդկաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդի անվտանգությունը։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալով Ջամուի օդանավակայանում պայթյուններ են որոտացել, էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։ Հնդկական ԶԼՄ-ները գրում են, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերն էլի պատասխան հարվածներ են հասցրել Պակիստանում գտնվող մի շարք թիրախների։ Պակիստանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է, եթե ԱԹՍ-ների հարվածները շարունակվեն, Հնդկաստանի վրա հարձակումն ավելի ու ավելի հավանական կդառնա։ Նրա կարծիքով հակամարտությունը փակուղի է մտնում։ Կաթոլիկ եկեղեցու կարդինալները նոր Հռոմի պապ են ընտրել։ Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստն իր համար ընտրել է Լևոն 14-րդ անունը։ Նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում եւ երկար տարիներ ապրել է Պերուում, կարդինալ է դարձել 2023 թվականին։ Ընտրվելուց հետո նա առաջին ուղերձով դիմել է հավատացյալներին մաղթել խաղաղություն ամբողջ աշխարհին, երկխոսության եւ միասնության կոչ արել։ Դոնալդ Թրամփը շնորհավորել է պատմության մեջ առաջին ամերիկացի պապին, հավելելով, որ դա մեծ պատիվ է Ամերիկայի համար։ Այնուամենայնիվ միջազգային մամուլը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախկինում նոր պապը քննադատել է ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունը, մասնավորապես միգրացիայի հարցում։ Հնաբերդի բուժամբուլատորիան ժամանակավոր դասասենյակ նախակրթարանի սաների ու 10-րդցիների համար։ Խոհանոցային փոքր սենյակում տեղավորվել են 7-րդ դասանի աշակերտները։ Վարչական ղեկավարի աշխատասենյակում էլ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդցիներն են։ Պարոն Պողոսյանը տարեսկզբին է համայնքապետարանի բանալիները ուսուցիչներին հանձնել, սենյակից դուրս եկել։ Աշխատակազմի ղեկավարի սենյակում եմ անցկացնում, պակահես գեղեցիկ ծառի տակ եմ գյուղացիների հետ հանդիպում։ Հիմա եղանակները արդեն տաքացել է լավ է։ Հիմնական մեզ կաբինետ պետք չի, գյուղն է, գյուղի աշխատանքներն է, այցելում ենք դաշտերը։ Մի քանի դասարան էլ տեղակայել են մշակույթի տան շենքում, դասերը կազմակերպելու համար տարածքի փնտրտուքները սկսեցին անցած տարեվերջին, երբ իրենց դպրոցը վերջապես հայտնվեց նորոգվողների ցանկում։ Դիտարկում էին նաև հարակից բնակավայրեր գնալ գալու տարբերակը երկրորդ հերթով։ Լուծումը անհարմար էր թե աշակերտների ծնողների եւ թե ուսուցիչների համար։ Հիմնականում երիտասարդ են, որոնք ունեն տանը փոքրիկներ, տալիս են մանկապարտեզ, գալիս են աշխատանքի, իսկ այդ ժամերին արդեն շատ դժվար է լինելու։ Տեղափոխեցինք ամբողջ գույքը, տարանք տեղավորեցինք այդտեղ, որոշ բաներ տներն ենք ի պահ տվել, որովհետև այդքան պահուստային տեղեր չկար, բայց ամեն դեպքում աշխատանքը չընդհատվեց,
շարունակվեց, ոչ մի ժամ մենք մեր դասապրոցեսը չենք կանգնեցրել, չենք դադարեցրել։ 127 սանուն են ներառյալ նախակրթարանում սովորողները։ Դպրոցի շենքը թեպետ համեմատաբար նոր է, 2009 է հանձնվել շահագործման, բայց նորոգման արդիականացման աշխատանքները խիստ պասված էին։ Ժամանակի ընթացքում դրամատակարարման խողովակները վնասվել էին եւ կարիք ունեին փոփոխման, սահնանգույցներում ունեին խնդիրներ, ինչպես նաեւ ջեռուցման համակարգի հետ կապված։ 300 դպրոց ծրագրի շրջանակում կառավարությունը սկսեց հանրակրթական դպրոցների շենքային պայմանների լայնածավալ ուսումնասիրություններ։ Կազմված միջգերատեսչական խմբի մասնագետները միայն 2024-ին 450 դպրոցում են եղել։ Պարզել են, ընդհանուր առմամբ շենքերը մաշված են, նորերը կառուցելու անհրաժեշտություն կա։ Միայն 119-ում որոշում կայացրին հարցը լուծել նորոգումներով։ Այդ շենքերը կկարողանան նույնպես համապատասխանել արդիական միջավայրի հագեցվածության պահանջներին եւ ծառայել առնվազն առաջիկա տարիներին մեր երեխաների կրթության համար։ Դպրոցներից 22-ում նորոգումներն արդեն մեկնարկել են, մյուսները շինարարության տարբեր փուլերում են, նախագիծ, նախահաշիվ։ Ընտրված դպրոցներն իրենց մեծությամբ աշակերտների թվով տարբեր են։ Յուրաքանչյուրի նորոգումը միջինում կարժենա մոտ 300 միլիոն դրամ։ Ամբողջությամբ վերանորոգվում են սանհանգույցները, հատակներն են փոխվում, տանիքների, պատուհանների հետ կապված, ջեռուցման համակարգի հետ կապված, տարածքի բարեկարգման բոլոր անհրաժեշտ աշխատանքները անում են եւ բոլոր դպրոցները պետք է հագեցվեն ամբողջությամբ նոր գույքով։ Այն դպրոցներում, որտեղ օրինակ մարզադահլիճ չկա, կկառուցեն կառավարության մեկ այլ ծրագրով, որտեղ անհրաժեշտություն կա դասարաններ ավելացնելու, հարցը կլուծեն կցակառույցներով։ Երկքաղաքացիներին կտրամադրվի ազգային վարորդական վկայական առանց որակավորման քննություններ հանձնելու։ Կառավարության որոշմամբ երկքաղաքացի հանդիսացող անձին ազգային վարորդական վկայական ձեռք բերելու համար այլևս տեսական եւ գործնական քննություն չեն հանձնի, ընդ որում նոր վկայականը տրվելու է առանց հինը հանձնելու։ Ընդհանուր Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում կա այդպիսի պայմանավորվածություն եւ սա արդարացի որոշում է, որովհետեւ Հայաստանի երկքաղաքացին իսկապես կարող է գալ Հայաստան, բայց այլ պետությունում ստացած վարորդական վկայականի պարագայում նա հանդիպում է խոչընդոտների։ Կարելի ասել վաղուց հասունացել էր այդ ժամանակը, որպեսզի այդ անձանց հնարավորությունները ընդլայնվեն ստանալու ազգային վարորդական վկայական։ Երկքաղաքացիություն ունեցող Արսեն Պարոնիկյանը 20 տարի Ռուսաստանի վարորդական վկայականով է երթևեկել։ Պատմում է, Հայաստանում փորձել է հանձնել գործնական քննություն, սակայն չի հաջողվել։ Այս կարգի մասին մի քանի օր առաջ եմ տեղեկացվել, 2-3 օր առաջ, բայց ամսի 8-ին ես հարցրել եմ այս նորության մասին, որ հնարավոր է, որ առանց վարորդականը հանձնելու դիմում գրելով կարճ ժամկետում ստանալ, իրանք տեղյակ չէին ամսի 8-ին, իսկ հետո ես 12-ին արդեն իրանք նոր տեղյակ էին։ Փոփոխությունը իհարկե ողջունվում է։ Նոր ընթացակարգով քաղաքացին պետք է ներկայացնի այլ պետություններում ստացած վարորդական վկայականների պատճենը, անձը հաստատող փաստաթուղթ, պետական տուրքի վճարման անդորրագիր։ Սա նախնական փուլն է, այս փաստաթղթերը ներկայացվում են ներքին գործերի նախարարության լիազոր ստորաբաժանում, որից հետո տվյալները մուտքագրվում են համակարգիչ։ Սկսվում է այսպես կոչված երկրորդ փուլը, տվյալների ստուգման, համադրման փուլ կարելի է դա կոչել։ Կատարվում է ստուգում թմրաբանական կամ հոգեբուժական բժշկական հաստատություններում եւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց ցանկում քաղաքացու հաշվառված չլինելու, ինչպես նաեւ այլ պետություններում ստացած վարորդական վկայականի վավերականության վերաբերյալ։ Պահանջները ինչ որ պետք էր, դիմումը գրեցինք, փաստաթղթերը շատ արագ ներկայացրեցինք, դրա մեջ ոչ մի խոչընդոտ չկա, խոչընդոտը միայն ժամանակի հարցումն է։ Գործընթացը երկարում է, քանի որ վկայականի վավերականության ստուգման համար հարցում է արվում այն երկրին, որը տրամադրել է վկայականը։ Նշված ընթացակարգերն ավարտելուց հետո քաղաքացին լուսանկարվում է եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրվում է ազգային վարորդական վկայականը։ Գենդերային եւ ընտանեկան բռնության դեպքերի զգայուն լուսաբանում, զոհակենտրոն մոտեցում եւ աջակցություն։ Այս թեմաների շուրջ է բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի գենդերային արդարադատության հերթական ակադեմիան։ Այն իրականացվում է Նիդերլանդների թագավորության աջակցությամբ, վերապատրաստվում է քաղաքասարակության եւ լրատվամիջոցների շուրջ 30 ներկայացուցիչ։ Փորձում ենք այս վերապատրաստման միջոցով օգնել նրանց ճիշտ հմտություններ, գիտելիքներ ձեռք բերել, որ իմանան ինչպես խոսել թեմայից, ինչ մոտեցումներ ցուցաբերել, որպեսզի հասարակության լայն շրջանակները տեղեկանան խնդրից եւ դրանով հանդերձ նաեւ չվնասեն զոհերին։
Հանրության արձագանքն ընտանեկան բռնության դեպքերին մեծ մասամբ պայմանավորված է նրանով, թե լրատվամիջոցներն ինչպես են ներկայացնում դրանք։ Հրապարակված նյութի վերնագիրն անգամ կարող է սխալ ընկալումների եւ բռնության ենթարկված անձի կրկնակի վիկտիմիզացիայի պատճառ դառնալ։ Իր բանախոսության մեջ շեշտադրում է գործող լրագրող Գոհար Հայրապետյանը շատ խոսել խնդրի մասին, լուծումներ առաջարկող նյութեր հրապարակել եւ կրել սոցիալական պատասխանատվություն դրանց նկատմամբ։ Նրա ուղերձն է լսարանին։ Խնդիրը նրանում է, երբ հասարակությունը սկսում է այդպես թիրախավորել, դու ես մեղավոր, առանց կրակցուկ չի լինի, կամ լավ քեզ պահեիր, ձայնդ կտրեիր, նստեիր, չծեծվեր, բազմաթիվ են օրինակները։ Ապա դա բերում է նրան, որ այդ կանայք, որոնք ենթարկվել են բռնության, նրանք պարզապես վախենում են խոսել, վախենում են բարձրաձայնել, վախենում են, որովհետև երկրորդ անգամ են թիրախ դառնալու, այս անգամ հարևանների, հասարակության, երեխաներ ունեն այդ կանայք, դպրոցում նրանց երեխաներին են ենթարկելու նաև կրկնակի այդ վիկտիմիզացիայի։ Թյուր կարծիք կա, թե բռնությունը միայն ինչ-որ երկրին է բնորոշ, կամ հակառակը ասում են, մեր երկրին դա բնորոշ չէ, մեր տղամարդը դա չեն։ Ցանկացած երկրում, ցանկացած տղամարդ, ցանկացած կրթական ցենզի, ցանկացած սոցիալական խավից կարող է անել բռնություն, սա պետք է ֆիքսել։ Երկօրյա ակադեմիայի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում ընտանեկան եւ կենցաղային բռնությունների դեմ պայքարի իրավական կարգավորումներին։ Ներկայացվում է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ կարևոր է կանանց հիմնախնդիրները եւ մենք մեծապես կարևորում ենք կանանց քաղաքական եւ տնտեսական հզորացումը, բայց գիտեք ոնց որ սրանք պատերն են եւ տանիքը, եթե արկա է բռնություն կանանց նկատմամբ, այդ դեպքում քաղաքական եւ տնտեսական հզորացման մասին ուղղակի խոսք գնալ հնարավոր չէ։ Նման վերապատրաստումները հնարավորություն են տալիս ճիշտ դասակարգել, ճիշտ խնդիրը հասկանալ, նաեւ իրազեկվել այնպիսի իրավիճակների, որ մենք երբևիցե չենք լսել եւ չենք տեսել։ Չգիտեմ դա լավ է թե վատ, բայց ճիշտ միգուցե լավ է որ չենք լսել, բայց նաեւ լավ կլինի որ իմանանք, որ այսպիսի երևույթներ էլ կան կյանքում եւ ամենակարևորը որ մեր դասընթացի համար մենք կարևորում ենք չլռել։ Դասախոսությունների թեմատիկ շրջանակն ընդգրկում է նաև տեղեկատվական անվտանգության, տվյալների պահպանման եւ պաշտպանման թեմաները։ Խլացուցիչները վերասարքավորելով վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը խիստ եւ հետեւողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը վարչական պատասխանատվությունը նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 պատիկի չափով։ Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում բարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։ Ավելին, ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է նոր նախադեպը չունեցող մոտեցում գործընթացին ներգրավելով վարչարարության ելքով չշահագրգռված փորձագետների։ Մեքենան ուղեկցվում է պահպանվող հատուկ տարածք։ Այնուհետև գործի ներգրավում է փորձագետը ենթարկում է զննության տրանսպորտային միջոցները եւ հաստատում վերասարքավորված լինելու հանգամանքը։ Փորձագետների ներգրավումը իրավական տեսանկյունից ավելի անխոցելի է դարձնում ոստիկանության վարչարարությունը։ Բացի այդ, վարչական ակտը դառնում է առավել հիմնավոր եւ հասցեատերերի համար համոզիչ։ Արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո բարեկային ծառայության կողմից վերցվում է բնօրինակ հաշվառման վկայագիրը եւ վարորդին տրամադրվում է ժամանակավոր հաշվառման վկայագիր 10-օրյա ժամկետով։ Այնուհետև վարորդի կողմից 10-օրյա ժամկետում թերությունը վերացնելու պարագայում ներկայացում են համապատասխան ապացույցներ եւ վարորդին վերադարձում է բնօրինակ հաշվառման վկայագիրը։ Ապրիլ ամսին փորձագետի ներգրավմամբ զննության է ենթարկվել 5 տրանսպորտային միջոց, իսկ մայիս ամսվա ընդամենը մի քանի օրերի ընթացքում արդեն 8։ Հարգելի վարորդներ, մի վերասարքավորեք խլացուցիչները եւ պահպանեք երթևեկության կանոնները։